Բարև ձեզ։ Դե, բարի երեկո, բարի լույսո, առավոտի լույսո արեգակն արդար, բարի կեսօր, չէ, բարի երեկո եւ բարի լույսո, առավոտի լույսո արեգակն արդար, Լոս Անջելեսի համայնքիս հատուկ ուղերձ, պատրաստվեք հզոր արդարությունը մատուցելու ազգինի վերջո, Հայաստանի աղքատներին հաց եւ շունչ քաշելու մի քիչ հանգիստ տանելու հնարավորություն Վարդանանք ազգային շարժման աշխատանքով։ Դուք բոլորդ չէ, բայց շատերդ ձեր հանգիստ դիրքը գտել եք։ Գիտեմ խաբվել եք։ Մենք էլ ենք զգում դա, բայց այլևս խաբվելը ավարտվեց, սիրելիս։ Հիմա մենք խաբել ենք խաբողներին եւ մենք շարունակաբար պիտի աշխատենք։ Հիմա մեջբերում եմ անելու 1-2 բացահայտություն էլ, որ ձեզ հետ պիտի կիսվեմ։ Ինչ որ լրիվ կոնկրետ անունը չեմ ասում, որովհետև կարող է քննվող մի երկու կետին վնաս տալու ինչ որ ոչ թե օրենք, այլ ընդհանրակարգ խառնեմ, բայց ինչ որ միլիցեքի միություն թե ինչ, սենց մի բան օտարափերում կախված ու կապված, եթե փող բան փոխանակում ա եղել, որ գրին քարտ խոստանան, կամ մի երկու արդեն զգալով, որ կարող է, չգիտեմ էլի, քնչական հետախուզություն մոտենա եւ այլ, վատանում են հիվանդանոց են ընգնում, այս կողմ են կողմ, աղքատ ժողովրդից խափում, ձերքներից փող են առնում, որ չգիտեմ գրին քարտ կսարքեն, թե կարմիր քարտ կսարքեն, թե մանուշակագույն, թե խիարի կանաչ։ Այդ փողերը կվերադարձնեք իմ աղքատ հայրենակիցներին, դուք ցուցակագրված մոտ ով ուզում եք եղեք։ Եվ Հայաստանում էլ ում որ խափել եք, ինչ որ Իրան կբերեք, թե տղուն, թե աղջկան, թե ինչ։ Այդ անձին ես հիմա կոչ եմ անում կապվի ինձ հետ, որ խափել են քեզ։ Բոլորիդ չեմ ասում, դու գիտես դու ով ես։ Կրկնակին ներողությունն էլ հետը, բայց պետք է եթա նստի այդ արածի համար։ Ձև չի, որովհետև կիսա հիվանդ ու կիսա առողջ մորը խափում ձեռից փող ես առնում, որ իր երեխային ավելի հացի հնարավորությունը ինչ որ ապաստարան օտարափերում մի բան կապահովես ու այդ խափեությամբ դու փող ես առնում աղքատից այդ տականք։ Այդ դիգեներատ։ Փողերը կտակ, կոպեկ առ կոպեկ։ Ուրեմն, պետո դու հիվանդ չես հիվանդանոցում։ Քոչարյանի նման քննիչների եւ դատական պրոցեսի ժամանակ փեմփրս հագե հղի կնկանման վատանալու ձևեր ես անում պետո։ Ես գիտեմ դա։ Այն կողքի շունն էլ է այդ գործի մեջ։ Ասում եմ գազարագույն, վերջացավ կապուտ, հետո ֆեդերալների տեղը։ Այսքան քյասիբ ես խափելու, առ այսքան փող ես առել մարդկանցից։ Շարժվեցինք առաջ, սիրելի հայրենակից, եւ անգիններից, ողջույն անգիններից եւ ինչպես միշտ փառքը անվանահոր եւ որդվո եւ հոգույն սրբո ամեն օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ ընդ աչքն մեր երկնավոր հոր եւ գալիս է։ Գյումրու ընտրություններ չեմ կարող անդրադարձ չանեմ, ես եկեղեցին ազատագրվելու առաջնահերթ խնդիր ունեմ։ Վարդանանք առաջնահերթ դա է անում։ Սուրբ պատերազմի մեջ ենք, որպիսի սրբ համակրենք ու փրկենք մեր ամենաբարձր սրբությունը միջի գալուստն փառավորյալ Քրիստոսի, ով Աստված մեր, որ նստավ ընդ աչքն մեր երկնավոր հոր եւ մեզ վստահեց տնտեսվարություն, որ միջի գալուստն պատրաստ լինենք ու ինքը ասի ինչ արեցիք, որ ինչ որ տվեցի ձեզ։ Ինչ անեմ, զսպանակ ծախող գարոին ու շողակաթի իրա վլվլիկ սիրուհի ծյոծյային կանգնացնեմ կողքը, թե եզրասին ու դոմպիպոին, ու ասեմ էս ա մեր արդյունքը, բայց երեխաները անմեղ են, դատաստանը կասի ուրեմն անմեղի տանունից խոսեիր, դու էլ քո սաղու մեռացնել, սա իրականություն է։ Ինչը վերաբերում է օտարափերում, Բուլղարիայում եւ այլ, ձեր նոր ու նոր փորձերը, ողջույններս,
Տեր Արմեն Քահանա Մելքոնյան, ողջույններս, բայց Վարդանանքը ավելի ասեցի են մի տերտերին չջոգեց, երևի դու էլ կամաց կջոգեց թե չէ, չգիտեմ, զինվորական ֆորմուլայով է աշխատում, մենք հանելու ենք սրանց, այսենց, ու դուրս, կգա տեղապահ մինչ այդ գալուստի օրը, Գարեգին Խելլագար Գրիգորի լակոտ, փագի դռները, անեց կա ամեն օր ասում եմ, մայր տաճարը պղծված է փակի, տեղապահը հատուկ կարգով կբացի և մեղայով, ազգովի, փագի մայր տաճարի դուռը, այդ դիվահար դոդոշ, սիրելի հայրենակից, օլիգարքը կրիմինալ Հայաստանը այսօր տեսեք մարտի 24, 23 օրն անց դեր շիրիմները չպաղած մեր հայրենակիցների, որ սպանել են փողոցներում, կրակել են բալկոն, կանգնած հայրենակիցներից իրենց բալկոնների վրա, բալկոններում, հաշվանդամների և մեքենաների տակ են գցել, մարդիկ են սպանել, Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, ոնց էր ասում այդ տղեն, իժի կատ ծծածը, Էս ամեն ինչին վրադիր, խապել ու թալանել են գիտեք ում տեսակներին, հայ ժողովուրդ, Վիլյամ Սարոյանի, աղբեր Չարլզ Ազնավուրի, Քրկ Գրիգորյանի, վրադիր թույնել սպանել են Ռսի բանտախցում, Մոսկվայի լավ տղեկ, Լևոն Հայրապետյանի, բազգից բարձր ճիշտ կա, թե ճիշտը քո այսօրվա նոր սերունդ վերամշակված վերբով կա եղած, պռովուտ հակնող մարծախող պռաշլիակներդ են, որ գող ես անվանում, Հայաստան, չգիտեմ Գյումրու ափա ասեմ, թե լոսից դեպորտ եղած բզեզներիդ ասեմ, դիվիզիայով մարդ են ծախ է փակ է, դա ձեր աշխրկի ճիշտը, կրկնում եմ, սվոյից հետո սայուզը գող չունի, չկա գող ու գողական, կա ՀՀ օրենք և ուսատիր, հասարակական կարգը դա է պահանջում, որ հարգանք ունենաս օրենքին, սիրելի հայրենակից, վրադիր ես ամեն ինչին, մեր միակ ամենակարող ու հզոր լիդերին են սպանել, Կարեն Դեմիրճյան, իդեպ մեջ բերում անեմ, շնորհակալ եմ հիշեցման համար, մեր սիրելի Կարեն Դեմիրճյանի լուսահիշատակ 1000-ողոր մի հոգուն, ապրիլի 17-ին ծննդյան օրն է ինչքան գիտեմ, շնորհք ունենանք, մի հատ մեխակ տնենք ազգովի, Կոմիտասի Պանթեոն, որտեղ Եգիպտոսի բուրգերն եք դրել, դուք արդեն խառը կանաչի եք դարձել ժողովուրդ, Կոմիտասի և մաֆիոզի տարբերությունը չեք հասկանում, քաղաքապետին, որ դրել եք դե եղբայր, հատուկ կարգը կա հայրաքելական Սուրբ եկեղեցու տարոն, դիմում ենք քեզ նորից, ու նորից հայրիկիդ տեղափոխի թողմախ, մեր կողմից ծաղկ է պսակներ և հոգեհանգստյան արարողություն օտար ափերում էլ, խոստանում եմ, տեղափոխի այդ մարդուն ընկեր, Ներվերիս վրա է կարդում այմ, չեմ կարող մեջբերում չանել, հայրաքելական Սուրբ եկեղեցու պարիսպների պահապան, ԻՊՀ միշտ հայ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ճաղերի առջև դուրսը կանգնած, աներևելի թե երևելի, Էջմիածնի զորքը հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս, գարո զանգի պիպոին, ասա մերկու ավտոբուս Ռուսաստանից Խաչակիր ուղարկի, են մի տերորիստը ինչ օրը ընգավ, պիպո, են Արբաթի գնդապետը, ինչ օրը ընգավ, հեսա վաղը Հովնան Տերտերյանը, այդ տերորիստ անասունի հուշարձանի խաչքար կդնի, նայեք, չնայած ես հարգանքներս բոլոր հանգուցյալներին, բայց կա տեղ, որ մեկի համարա, կա տեղ մյուսի համար, օրինակ զինվորական Պանթեոն չես կարա բերես, պավեսկից թռաս բիզնեսմեն դնես, ոնց որ Մեհոնքանի Լևուշնա,
Մարդ ասում է դու Ղարաբաղցի ես, ինչի Ղարաբաղում չես։ Այ ռախիտ։ Դե փոքրից եկել եմ Երևան, ստե տակ տեղը դրել եմ, մեր Ղարաբաղցիկով էլ տնեմ, բեսպրիտ էլ ոնց ուզենք անում ենք ձեզ։ Մի խոսքով այդ ճապազրույցը դա էր նշանակում։ Գյումրին շատ կարևոր է մեր հայրենիքի եւ մեր եկեղեցու համար։ Պիտի խնդրեմ սխալ մի համարեք, Արտյոմը, ընտրաթերթիկ համար 5։ Պետրոս Ղազարյան, Հ1-ի լրատվական։ Այ ախպեր, դու ուրիշ մարդ չկթար խոսացնես։ Իդա կաստումի թևեր միջև արմունկը կարճելելը բռներ։ Էս ինչ ելույթ է։ Դուք Պետրոս Ղազարյան, դուք գիտեք ինչի եք նման։ Դպրոցական տարիներին, որ փարթի էինք անում, վեչեր, հա։ Այսպես բոլոր սիրահարված զույգերը արդեն պարելու ժամերն են։ Լույսերը մի քիչ մթացած են։ Նոր զույգեր են սիրահարվում։ Հա, այդ դիմեղած պահին խոսում ես ու փորձում մի քիչ ավելի մոտենում պարելուց բանես կոմենկոմ, ամենաթունդ մոմենտին ամեն դասարան ունի մեկ nerd, որը հայերենով ասում են դոձիկ։ Ամեն դասարան ունի դոձիկ։ Դու այն դոձիկի նման ես, որ այդ մոմենտին գալի չտեսամ լույսերն ես վառում ընկեր։ Սոսիեմ դու մայշարա։ Էսում ես բերում խոսա Ժիրայ Սեֆիլյանին բեր, հետպես։ Արդյունավետ հարցազրույց կունենաս, բայց Վարդանանքին ասա կարանք հիմա ձայնագրել տանք, բայց 27 թվի ամռանը կարանք ցույց տանք։ Հլե սա ապուշներին նայեք ժողովուրդ։ Վարդանանք ազգային շարժումը, որ Գարեգին Բեին գցելա պանիկայի մեջ, այդ տավարի թրիկ աղիքների մեջ սարվատ էր ընկել։ Պետրոս Ղազարյան, Դոն Պիպոյի զորքը ու դաշնակ ու քոչարյանական, ստորագրա հավաքներով ընդդեմ Անդրանիկ Դևլատյանի, աշխարհը տագնու վրա անող, մի հատ հարցնող չեղավ։ Ինչա կատարվում, պարոն։ Համեցեք հարթակ, բացատրեք հանրությանը, գիտեք ընչի, ոչ հանրությունն է ձեզ հետաքրքիր, ոչ են քյասիպը, որի վրա թքել եք ամեն օր, ոչ էլ են տատիկը, որ գյազարն ես բռնագրավում քո Չապաև զորքով, առանց պայմաններ ստեղծելու, ասլղուլախ, դանգալախ, նրա ձայնի և մրցակցության շուկայի բաժնետեր լինելու իրավունքը խախտելով աղքատի, քայլ արա մերժի Սերժին։ Բա Պետրոս, մի օրից մի օր, ձեր լրատվականները, հետաքրքրություն, չառաջացավ ձեր մեջ։ Էս ինչի խառնվեց սենց ամեն ինչ, ինչա կատարվում էջ միացնում։ Դիաննա Գասպարյանը ոնց եկավ հասավ այնտեղ, որ իրար վրա է կրակում։ Էս ով են էս մարդիկ։ Այդ պանիկայից եք իրար վրա կրակում։ Մեկը փող սարկող, մյուսը փող լվացող գողականներով։ Երևի, չգիտեմ, բայց գիտեմ, որ Դիաննա Մանվելիկ Գասպարյանը լափել է լափումը կլափի, եթե այսպես մնա, էջմիածինը։ Բա մի օրից մի օր հրավիրի, ասա որն է ձեր խնդիրը, ինչ եք ուզում մեր հանրապետությունում։ Ես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ։ Ինչ ա եղել, պարոն։ Ընկել ես աշխարհը տագնու վրա ես արել, Դոն Պիպոն զորք ա բերել Հայաստան։ Որն ա խնդիրը։ Վարդանանքի շարժման առիթից օգտվելով խուլիգանորեն փորձեցին պետության վրա նապատենի տալու էներգիայից օգտվեն, եկեղեցին ենք պաշտպանում, Նիկոլի աջակիցները, Նիկոլականը մամատա տղես, Քոչարյանականներ կոտոշ պապատա, եղավ Պիպո։ Ոչ մեկի ականը չկա ստեղ։ Ես մեզ Նիկոլական ասողներին եմ ասում, Պիպոին չեմ ասում։ Թողնստի տեղի, ես անհատի մոր չեմ կպնում, ես ձեր նման չեմ Պիպո։ Սրբություն հայհոյելու վարպետ լինելուց են կոմ այ վախկոտներ։ Սրբություն հայհոյելուց են կոմ դուք բան չգիտեք։ Ես ոչ է քեզ, նույնիսկ քեզ, մոր հասցեավորմամբ չեմ դիքչի։ Ես ընդհանրացած եմ ասում, որ Նիկոլականը մամա դա օղլում, Քոչարյանականն էլ բույն ուզլու պապա դա երլի։
Բույնուզու նշանակում է պոզավոր։ Գրեք։ Սովորեք այ մարդ։ Սպանել եք մեր լիդերին։ Սիրելի հայրենակից գալիք ստորագրահավաքը։ Կրկնում եմ ստորագրահավաքը, որը շոշափելի, tangible, այսինքն զգալի գործ է։ Առաջի պահը, որ Հայաստանում կսկսի ստորագրահավաք, արդարություն մեր զոհված մանուկների հիշատակին, աղքատներին եւ վերականգնելու մեր սուրբ հայրենիքը, որի 10 քանի միլիարդ դոլարի վրա մենակ Մեհոնքանի Լևուշն ու իր թուրք հերն են նստել։ Լևոն Քոչարյան, Ռոբերտի, պապայիդ կախաղան ենք հանելու, պապայիդ կախաղան ենք բարձրացնելու, գրի էսի, Թոփասիրուշին ղրգի Palm Springs, ոսկեղենին տեր կանգնելու, գողացած իրա պրիգոմեշին։ Եվ մորդ Բելայի բուժօգնության խաբեության ոսկորի ծծի միության տիրություն անելու ղրգի։ Արի լոս Բելա, մի երկու հարց ունենք։ Միջազգային կալանավորման հրաման է գալիս։ Եղավ, եթե քո բերածները էտ են ու առածդ էտ է, ուրեմն նույն կանսերվի տպից էլ քո կերած կաթն է, Բելլա Քոչարյան։ Սիրելի հայրենակից, հայրենիք չունեմ և եկեղեցի չունեմ զիջելու Կրեմլուն և այսօրվա կախականչներին։ Ասում եմ, բացի այդ խունդեն, որ անունը ասում եմ, ընդամենը 57 կոմիսարիատներ են, որոնց զգալի մասը դատապարտվելու, վճիռ լսելու, դատը լսելու և ցմահ բանտարկություն կամ մահապատիժ, գլխավորների մի մասին, ինչպես Մլոսևիչ դիկտատորը Սերբիայի հանրապետության, ոնց որ եկան Սադամ Հուսեյնի հետևից, միջազգային կալանավորման հրաման ենք բերում, 43,000 ԱՄՆ իրանց բոլորի ունեցվածքից, հայրենակցիս, որ աղքատ է։ Թալանը ետ բերելը մոռացի, էլ մի պետականացրա, էդ մեր փողն է ստանում պետություն, այսինքն ազգային կողմի, դրա համար լուսահիշատակի ասածը ճիշտ էր, ազգային գաղափարախոսությունը կենտրոնում պետք է լինի բարեկիրթ կառավարության, բարեկիրթի տեղ թողիկ, ձեր մեջ արդեն տղամարդու կինն էլ եմ դժվարանում մեկ-մեկ քեֆս լավ վաղ տարբերեմ, այդ տրու բշկա ու բարակ միրուկ, անգջողն էլ խփած։ 9 տարեկանից Ամերիկայում մեծացած, քո սպյուրքահայ հայրենակիցն է քեզ հետ խոսում, էս արժեքները Հայաստան, էդ ինչ զապաս պագրիշկեք են, աղջիկներ, թողեք թո իշնի, մի քիչ կտավատի ձետ բան կքսես կլավանայի դա, հո դու հիվանդ չես, աղջիկ ջան, սիլիկոն, միլիկոնից հրաժարվեք, սիրունեք ոնց կաք։ Ուրեմն լավ լուրերից մեկն է, սիրելի հայրենակից, չեմ ուզում ձանձրալի լինեմ, մեր գվարդիայի գիծը կսկսի արդեն ակտիվացնել, գովազդել անել, կրտսեր կուրսանտների ծրագիրը, բայց աշխարհը թող իմանա, սա ԻՊՀ միշտ հայոց ազգային կողմնա և գվարդիան, պետությանը թափանցիկ և ենթարկվող օրինապաշտ լինելով, աշխատելու սինկրոն երթումով և թափանցիկ պետական օրակարգ և ծրագրերին, սա թող հստակ արձանագրի այսօրվա թե գալիք ՀՀ իշխանությունը, թափանցիկ ենք, բայց մենք հայրենիք և պետություն չունենք զիջելու, կրեմլու, Վրաստանի վատ երազը, իդեպ վրացիներին բան ունեմ ասելու։
Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունը սարսափելի սպառնալիք է Կրեմլու Թաթարստանի պեպենոտներին։ Մենք շատ լավ հասկանում ենք նրա ոտքի հետքերը ատելություն սերմանելու։ Մենք շատ լավ գիտենք, որ օրինակ Գյումրեցի ապարանցի ասացվածքներ եւ հակադրումներ եւ տարաձայնություններ ստեղծել է հենց ինքը KGB-ն։ Անձնավորությունների անուններն էլ գիտենք։ Ինչ տարբերություն ունի մար Գյումրեցին թե ապարանցին։ Թե Արտաշատցին։ Գվարդիայի համար ինչ տարբերություն։ Խելքս գլուխներդ հավաքեք։ Ամեն մեկն իր տեղն ու գույնն ունի։ Եվ իր գեղեցկության տեսիլքը։ Տիրոջ սեղանի եւ խարույկի շուրջ հայրենակից։ Եղբայրական մարդասպանատելությունը հանեք ձեր մեջից։ Իբը հնկոչ է անում, միացում։ Մենք գալիք օրերին հստակ ցույց ենք տալու, որ լսումներ է տեղի ունենալու առաջի պահերից, երբ կսկսենք ստորագրահավաքը։ Սա դեպի Եվրոպա գնանք ստորագրահավաքը չի։ Եվ հենց դա է սպառնալիքը Կրեմլուն, երբ վրաց հայկական եղբայրությունն է հզորանում։ Շատ մեծ սպառնալիք է։ Well, I got news for you. Էտո Արմենիա ես սաբակը, Պուտին, տի կրիմինալ, մարդկության դեմ հանցագործ, տի սրոք ադբիտ, very soon. Նետինյահու тоже. Да. Կրիմինալ է։ Եվրոպա, Արմյանի, Վրաստան, դու չես կանգնելու մեր դեմը, տղա ջան, չկա տենց բան։ We are a member of the European Union. Կպի գործերիդ, Պուտին, Լենին տատիկիտ, դամբարանը սրբի մրբի, տամիտեղ քից փոսը։ Սիրելի հայրենակից, խնդրանքներ ունեմ այն անձինք, որ ցուցակի վրա են, մարտի 1-ի օրերին կլինի անվտանգության ծառայության պետ թե կողքները պտտվողներ, պիտի խնդրեմ։ Լոս Անջելեսի ափերում կան, որ մեծ հարստություններ են դրել, բժշկական գծի վրա, թե ինչի վրա, այդ բոլորը մեր փողն է։ Մենք ազգայնացնում ենք, սիրելիս, պետությունը պետականացնում է։ Մենք ազգային կողմն ենք, մեր սրբություններից մեկը ինքնիշխան, անկախ հայոց պետականություն դրոշըտ վեհու պարծանքով ծածանվի Հայաստանս իմ սուրբ Քրիստոսի հարս, Հայաստան, ջինջ, սպիտակ, ջինջ, մաքուր հարսը Քրիստոսի, բայց մենք ազգային կողմն ենք, պետականա սիրահար և մեր պետության թիկունքին ենք, որևէ պահի, բացառվում է հարց փորձը, պետությունը կարիք չունի, վազելով կոշիկները հագնելով վազելով կգամ, բայց խնդիր ունեմ քեզ հետ, արդարության աշխատանքին պրավալ ես տվե, նշանակում է մնացած ամեն ինչն է փլուզվում, մենք սա թույլ չենք տալու։ Տրամաբանության մեջ տեղավորվող ծրագիր և առաջարկ և պահանջ է։ Տեղին է և արդարացի 43,000 ԱՄՆ ամեն մի ընտանիքին, որոնք 18 թվականից մինչ այսօր չեն լքել Հայաստանի Հանրապետությունը։ Տղեք հին ասալագլուխներ կանք, ձելավոյ տղեք կաք, մենք այդ հերթի մեջ չենք կարող արել, մեզ այդ փողը չի հասնում։ Քյասպներին է հասնում։ Ունեցած գումարը շրջանառության մեջ, կներեք, լվացման գծի վրա դրած մինչև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի սարքած թանգարանը, բոլորը օլիգարքի փողերն է, 43,000 ԱՄՆ, մինչև Դոդի Գագոյի անշարժ գույքի 15 միլիոն անուններով Դայնստին Փասադենեև Գլենդել,
պանիկայի մեջ ընկեք։ Այդ տները լվալ չկա։ Ծախվում է ու գնում է ՀՀ փոխվարչապետի բարեգործ հանձնաժողովի սեղանին։ Դոդոգոգո բոբո, այդ իմ զենքի փողն է վաղը։ Օրեսի ոնց է սենց խոսում։ Հեսա սակոն, սուպեր սակոն մի հատ լավ տխուր ռապով որսկան ախպեր ասելու կումար Ղարեբ դուդուկներով։ Սուպեր սակոն կարգին տղա է։ Ոնց հայտնվավ են թմբլիկ խմորեղեն սարկողի մոտ չջոգի։ You fucking up, homie. Նատվում է գողական օր գողություն անող կամ ճշտով տղեկի գծով։ Ես պետական ամետ եմ և ուսադիր հարգող, Սակո ազգային հայացքից, from a nationalist or national, not nationalist, from a national view perspective, you're fucking up. Երևի ձեր քավորին մի քիչ ականջ ձգեմ, որ հասկնա, թե ում հետ գործ ունեք, քոյել, են մի երկիչ աշուղների տել, կգամ ականջը կձգեմ, ու կդնի սաղի պատիտակ քշարի թուկումուրը կտա, Փիսիկ դոգի հետ գործ ունեիր բլոգեր, թե քրիստիկ կոկորտիլոս, ասում եմ անընդհատ, մի հատ տխուր երկ կրի ասում եմ, դոդի վրով, Սակո։ Լավ աղբրը խիտնր կպարապ է, որ լավ աղբրապ է։ Են որ զինվորիշ կիսա բրնաբար տպող գեներալի տղեն, պետ լավ աղբրը, տապետ է սպիտակցի հայկոյի քայլող թթվի բոշկեն։ Մեհոնքանի ռախիտ լեբուշի կողքը։ Էդի գիտեք ինչ նշանակում, մարտի մեկին սպանելա մեր լավ աղբոր հերը, ձեր սաղի մերը շինեմ, լավ արե։ Հետը քայլելը սպիտակցի հայկո կո տղու, էտա նշանակում։ Դե գնա գիտմե զրրա։ Կիսա գրագետ երևույթ, մի հատ է հելը ելույթները անեմ, բաները, արա գնացեք մի երևացեք մարդկություն, պարվանան պագեք ընգեր, լայվ մի արեք, մտեք զրրացեք։ Ասում եմ մարդկանց սպանելը աղքատներին, հյուսիսային պողոտա սարքելու համար դու հայ ես, քո սրտում պիտի խիղճը լինի և Քրիստոսի լույսը, արա ավտոների տակ մարդիկ են գցե, էս բջի տղեն հազար ներողություն, հելելա քաքի բոշկա մի հատ տղավորնը, Քոչարյանի տղու կողքից է քայլում, ու քո զրրոցը պիտի լսեմ ես, արա, հենա Զեյնեբ խանում կլսեմ քեզ լսելու։ Չնայած գիծը նույնն է։ Ռամիշին գիտեք Ռամիշին։ Ստի գողականներ։ Ժամանակին, որ գողեր են եղել։ Ասեք ով ա եղել Ադրբեջանի այդ լավ գողը, որ ունեցել է Այշե անունով քուրիկ։ Հետո ամուսնացավ, բայց ինչ-որ լիքը երեխեք կունենան, իրանք տենց են, ձեր նման թամբալ չեն։ Ծխել կարելի է։ Ոյ Ռաֆից հետո չկա գող, չկա գողու գողական այլևս կա ՀՀ օրենք։ Դայնստիտ կծախես դոդ, ես լուրջ եմ ասում։ Քու ոչ մի փողը չի կարա իմ վրա կամ ինձ վնաս տալու կամ եւ այլ, ոչ փիսիկն եմ, ոչ դոգն եմ կումար ասում եմ։ Օրինակ ձեր բզեզի պրովուտ հակնել, քերապ ձևանալով, այրոպորտի մեջ ծափահար, են քամակ պաչողներով։ Վի մեր քերապն եկավ, քերապը դիվիզիայով մարդա ծախե այդ պրաշլյակը ասում եմ։ Էդի ես չգիտեմ փողոցի հետախուզականից է։ Տղա ջան, այդ համակարգի մեջ բանակի ընկերներ ունեմ, շատ բան ունեմ։ Դրա համար, երբ որ այդքան գործ ես տալի, ասում եմ լավ, 14-15 տարի parole violation ես կոմեկում նստելու փոխարեն, դատախազությունը ասում եմ լավ, այսքանի վրա են գործ կտաս, գիտենք, որ այդ դիվիժենին են, դիպորտ կդնեմ, կլսիկ տիրդ կքաշես։ Всё, печат, պրովուտ։
Չխորացանք ավելին։ Իդեպ հարցադրում ունեմ Էջմիածնի հետ կապված, ասա ուշադիր Էջմիածնի զորք։ Այն ամերիկացի աշուղ երեխեն որ կա, որ մի դաս ասում։ Հա, հիմա էլ գնացել է որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին վերբով կանի, Սլավ Ուկրաինա, կուրսի ենք քեզնից, Բակո Սահակյանի ակենտուրա։ Ukraine, pay attention. Kremlin is trying to re-infiltrate into the Ukrainian Orthodox Church. They're all agents. They're going to come into your country through the church. And that's the KGB. Traditional. Slava Ukraine. Եզրափակում եմ սիրելի հայրենակից։ Մեր ազնվական, մտավորական, բանաստեղծ ու զորավարներ ու ներդրողներ գործարար 1000 թագու պսակին մի անգամից քավոր կանգնած մարդիկ։ Արցախի լերը Լևոն Հայրապետյանին սպանողների մասին է խոսքը։ Մոսկվայի լավ տղեկ, իրա սեղանի յուղոթիքեկը ու տուշխմուշանող արա։ Ու ձեր աշուղ լակոտներին ինստիտուտ ավարտել տալը էդ տաղու փողերով, որ այսօր քերոպ Վեգասից մինչև ուր մեծ ես խոսում։ Դու գիտես դու ով ես։ Վեգաս եմ դիմում։ Կմիանաս ես Վարդանանք ազգային շարժման, Լևոնին սպանողներին չոքած ենք դատելու։ Չէ հարամալի, ես էլ հին կիսապարսկա հայրենով եմ ասում արա։ Հարամալի է տուտուշ խմուշը, որը տենց Գարեգին Նժդեի գեները կրող ազգային տղու հետ ես կերե, ինչպես էր լուսահիշատակ Լևոն Հայրապետյանը։ Դե գնա Մոսկվայի կտկտի կոշիկներով պիպոյի հետ գողական գնա։ Հեսա ուզեք չուզեք։ Բերելու ենք բոլորիդ։ Կմիանաս ազգի գործին, էդ ունեցվածքդ Լևոն Հայրապետյանի սեղանից թափած փշրանքներն է։ Եվ մյուս տղեկին, որ դիմում եմ Վեգաս, կգաք պրիզնատ, չկա գողու գողականարա, կա բանակ, կա գվարդիա, կա ինքնիշխան պետություն և կա Քրիստոսի սուրբ հարս Հայաստան, մաքրում սրբում ենք, սրբամաքրում ենք, մեր հայարակելական սուրբ եկեղեցին արա, այ մոլորվածներ։ Զարդարում ենք Քրիստոսի գալուստի ճանապարհը վարդ նարգիզ ու շուշանիկներով։ Խելոք կանցնեք ես գործին, թե չէ թե թոր ու ծորով չեմ կարա նայեմ ոնց է կեթում դժողք ու գեհինի կայծերը ուտեք ձեր քիթ ու բերանին, որ 5 տարեկան երեխեք են սպանե, ի $60, արդարություն անմեղ զոհերին, նոր հաղթանակ ու Կառաբաք հետ բերել։ Ես Նախիջևանն եմ բերում, Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունս է ստորագրահավաք չի, ոչ է պոլիտիկա է, դատանիստ ասա, դատական գործընթաց, բոլորդ ոտի։